Եվրախորհրդի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը։ Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսուպոլուսը։ 2 օր առաջ Ալիևը իդեալական անգլերենով հայտարարություն արեց։ Պետք է նշեմ, որ ես լսել եմ դա ուղղված է ներքին լսարանին։ Ես չգիտեմ, թե արդյոք անգլերենը պաշտոնական լեզու է Ադրբեջանում, չեմ հավատում, որ դա պաշտոնական լեզու է։ Դա ավելի շուտ նախատեսված էր ոչ թե ներքին լսարանի, այլ բոլոր, հատկապես Եվրոպայի խորհրդի համար։ Նա ցինիկ կերպով ասաց, որ ինքը թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա եւ կարծում է, որ մենք նրա կարիքն ավելի շատ ունենք, քան ինքը մեր, որ աշխարհը փոխվել է։ Նա կեղծ լուրեր է տարածել հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի եւ իր երկրի հաղթած պատերազմի պատճառով։ Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել ենք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք Ադրբեջանի իշխանություններին խնդրել ենք մեր դիտորդներին թույլ տալ հետևել երկրում տեղի ունեցող ընտրություններին։ Մենք նաև խնդրել ենք թույլ տալ զեկուցողներին այցելել Ալիևի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք գտնվում են բանտում։ Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախոսներին, եւ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ։ Այսպիսով 2 տարի շարունակ օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները հարգելուց հրաժարվելուց հետո, թեև դա շատ ավելի երկար է շարունակվում, հրաժարվելով կատարել Եվրոպայի խորհրդի պահանջները, վեհաժողովն արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Քանի որ Ալիևը հայտարարել է, որ թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, սա իր կարծիքն է։ Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա։ Ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել հաջորդ չորեքշաբթի դեսպանների գլխավոր նախարարի առաջ, ինչպես նախկինում եմ արել։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին վերադարձնելու համար, խոսել եմ օրենքի գերակայության պահպանման, ժողովրդավարական ընթացակարգերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին։ Սկզբում նրանք պատասխանեցին, որ միջոցներ կձեռնարկեն, ինչը մենք երբեք չտեսանք։ Նրանք ազատ արձակեցին մեկ ձերբակալվածի, բայց հետո ձերբակալեցին մյուսներին։ Այսպիսով վեհաժողովը կատարեց իր աշխատանքը եւ միանգամայն պարզ է, որ վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները եւ դա հաստատվում է այսօր Ալիևի այս հայտարարություններով։ Մենք չենք զղջում դրա համար եւ կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել, նշել է նա։ Խոսելով Ալիևի մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսուպոլոսը նշել է. Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Եվրախորհուրդը չի վախենում նման հայտարարություններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել եւ ընդունում է որոշումներ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։ Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, նախարարների կոմիտեին։ Ես հատուկ հիշատակեցի Վրաստանն ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընտրովի մոտեցումն ընդունելի է, որովհետև վաղը, եւ դա հենց այն է, ինչ ես ասացի դեսպաններին, մենք կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն մարդու իրավունքների դատարանից։ 3 ամիս էլ չանցած Ալիևը հաստատեց իմ մտահոգությունները։ Փակագծերում դրեք վախեր բառը, որովհետև մենք ոչնչից չենք վախենում։ Չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում։ Այսպիսով հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ նախարարների կոմիտեն պետք է որոշի։ Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել, որ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից։ Խստորեն դատապարտում ենք ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսուպոլոսի Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Մեր երկրի ղեկավարին վիրավորելը եւ նրան բռնապետ անվանելը միանգամայն անընդունելի է։ Քաղաքական տգիտության դրսևորում, էթիկայի պակաս, նշել է նա, հավելելով, որ Ռուսուպոլոսը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամներ,
որոնք պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Սիրիայի այսպես ասած ժամանակավոր նախագահ Ալ-Շարայի հետ։ Ըստ ամենայնի հենց այդ հանդիպման համար էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆորումին մասնակցելու համար Անտալիա է հրավիրել Ալիևին։ Շարայի հետ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Էրդողան-Ալիև հանդիպումը։ Իլհամ Ալիևը փետրվարին շնորհավորական ուղերձ էր հղել Շարային նրան հրավիրելով Ադրբեջան երկկողմ հարաբերությունը քննարկելու համար։ Սակայն Շարայի հետ Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունենում ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում։ Դա ըստ երևույթին Սիրիայի նախագահի խնամակալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքն է։ Էրդողանն ըստ ամենայնի նախընտրել է, որ դե ֆակտո իր խնամակալության ներքո գտնվող Իլհամ Ալիևն ու Ալ-Շարան հանդիպեն ոչ թե Բաքվում, այլ իր աչքի առաջ Անտալիայում։ Դժվար է ասել, թե ում ավելի շատ չի վստահում Էրդողանը՝ Իլհամ Ալիևին, թե Ալ-Շարային։ Թերևս առաջինը, հաշվի առնելով այն, որ չնայած եղբայրության մասին անվերջ հավաստիացումներին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիևի միջև անվստահությունն ունեցել է մի շարք նկատելի դրվագներ։ Բավական է հիշել միայն, թե քանի անգամ է Ադրբեջանի նախագահն ուղղակի թե անուղղակի անձամբ, թե միջնորդավորված հակաճառել Թուրքիայի նախագահի կամ այլ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Անկարայի շնորհիվ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը։ Միևնույն ժամանակ, զարմանալի էլ չէ, որ Էրդողանը չի վստահում Ալիևին, որքան էլ վերցրել է խնամակալության։ Իհարկե, այստեղ թերևս միայն Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերության գործոնը չէ, որ կարող է անվստահության պատճառ լինել Էրդողանի համար։ Նա հիանալի է պատկերացնում Իլհամ Ալիևի հավակնությունները, որոնց տեսադաշտում ակնհայտորեն հայտնվել է նաև Սիրիան։ Անկարան թերևս փորձում է ցույց տալ Բաքվին, որ Սիրիայում թույլ կտա ներկա լինել միայն իր վերադասությամբ։